Իրանի դեմ սանձազերծված արդեն մեկ շաբաթից ավելի ձգվող պատերազմական գործողությունները կարծես չեն տալիս այն արդյունքը, որին կայծակնային արագությամբ ձգտում էին հասնել Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, այն է տապալել Իսլամական Հանրապետության ռեժիմը։ Ուստի այդ նպատակին հասնելու համար Իսրայելо-ամերիկյան տանդեմը քննարկում է քրդական համայնքները ներգրավելու հնարավորությունը։ Դեռ պատերազմի առաջին օրերին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ցամաքային հարձակումներ իրականացնելու առաջարկ է արել ինչպես Իսլամական Հանրապետության հարավային շրջաններում ապրող քրդերին, այնպես էլ Իրաքյան Քուրդիստանին։ Չնայած այս առնչությամբ տեղեկությունների տարածումից հետո Վաշինգտոնը երգեց դրանք, սակայն ավելի ուշ այդ առաջարկն արդեն հնչեցվեց հրապարակային։ ԱՄՆ առաջնորդը բացահայտ հայտարարեց, որ պատրաստ է աջակցել իրանական քրդական խմբավորումներին, որպեսզի նրանք երկրորդ ճակատ բացեն եւ թուլացնեն իրանական իշխանություններին։ Կարծում եմ հրաշալի կլինի, եթե նրանք դա անեն, ես ամբողջությամբ կողմ կլինեմ։ Իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի հեռուն գնացին։ Նրանք քրդերին խոստացան Իրանի դեմ պատերազմելու դեպքում աջակցել, որպեսզի վերջիններս հասնեն քրդական ինքնավարության ստեղծման նաև Իսլամական Հանրապետությունում։ ԱՄՆ-Իսրայել խոստումներից հետո իրանական քրդական որոշ ուժեր կուսակցական մակարդակով կոալիցիա են կազմել եւ հայտարարել, որ պատրաստ են աջակցության դեպքում ապստամբություն սկսել, զինված հարձակումներ իրականացնել եւ թուլացնել իրանական ռեժիմը։ Իրանում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Խալիլ Նադիրն հայտարարեց, թե իրենց տասնյակ հազարավոր մարտիկներ տեղակայված են իրանական Քրդստանում եւ պատրաստ են գործակցել։ Պատերազմին մեր մասնակցությունը չի սահմանափակվում միայն Իրաքում գտնվող ուժերով։ Մեր ամենամեծ ուժը գտնվում է հենց Իրանի ներսում։ Եթե մենք միանանք պատերազմին, մեր պայմաններից մեկը կլինի իրանական Քրդստանի վրա անթռիչք գոտու հայտարարումը։ Եթե մենք մտնենք պատերազմի մեջ, դա չենք անի որևէ երկրի խնդրանքով կամ հրավերով։ Ի տարբերություն իրանցի քրդերի, այլ դիրքորոշում ունեն Իրաքյան Քրդստանում։ Այստեղից հնչող հայտարարությունների համաձայն իրենք մտադիր չեն մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Ավելին, քրդական առավել հայտնի շրջանակներ կոչ են արել ԱՄՆ-ին ու Իսրայելին հանգիստ թողնել քրդերին։ Մասնավորապես հրապարակային կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի առաջին տիկին Շանազ Իբրահիմ Ահմեդը։ Նա նախ հիշեցրել է իր ժողովրդի պատմությունը, թե ինչպես են տարբեր ուժեր ու երկրներ զինված հակամարտությունների ժամանակ օգտագործել քրդերին եւ մոռացել ու դեն նետել որպես անպետք իր։ Վերջինս մասնավորապես հիշեցրել է 1991 թվականին Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակազմի դեմ ապստամբելու կոչերը, որոնց իրենք անսացին եւ վերջում միայնակ մնացին։ Իրաքյան առաջին տիկնոջ պնդմամբ նույնն է տեղի ունեցել Սիրիայում, որտեղ եւս քրդերը միայնակ էին մնացել, հատկապես իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ։ Քրդերը շատ հաճախ հիշվում են միայն այն ժամանակ, երբ պետք է օգտագործել նրանց ուժը կամ նրանց զոհաբերել։ Այսօր Իրաքի քրդերը վերջապես հասել են կյանքի որոշակի կայունության։ Թույլ չենք տա, որ մեզ կրկին վերաբերվեն որպես մեծ տերությունների խաղերի գործիքի կամ զինվորների։ Ես դիմում եմ այս հակամարտության մեջ ներգրաված բոլոր կողմերին։ Քրդերին հանգիստ թողեք։ Մենք վարձկաններ չենք, մենք ժողովուրդ ենք, որը շատ լավ հիշում է իր ցավոտ պատմությունը եւ չի ցանկանում, որ այն կրկնվի։ Իդեպ վերջին տեղեկությունների համաձայն Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել նաև Իրանի սահմանամերձ քրդական շրջաններին։